Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան, շատ լավ է, որ ստեղից ասում եք, մենք լուրջ մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք, պետք է այսպես խոսենք, այնպես խոսենք, բայց շատ վատ է, որ ազգային ժողովի ամբիոնը օգտագործում եք, ինչ որ չգիտեմ, դեռահասների ֆլիրտին բնորոշ ինչ որ արտահայտություններ անելու համար, ի՞նչ է նշանակում ազգային ժողովի փոխնախագահային ասել, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի կանչեք կամ բան արեք, այդ ի՞նչ է նշանակում, այդ ի՞նչ արտահայտություն է։ Անկեղծ բան եմ, այդ ի՞նչ արտահայտություն է։ Հիմա այդ արտահայտությունը մենք արածելնենք որևէ կնոջ ասեն, 1000-ում սեքսիզմի հոդվածով 8 անգամ դատվել էինք արդեն, ի՞նչ է նշանակում, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի դիմեք։ Հիմա ինչ դրա adekvat պատասխանը ո՞րն է։ Դուք իմ ճաշակով չեք, դուք իմ մտքում լինել չեք կարող, այդ է դրա adekvat պատասխանը, ասենք ի՞նչ է նշանակում այդ ձեր ասածը, կներեք իհարկե։ Քաղաքականությունը դրա տեղը չի, Տիկին Գրիգորյան։ Դրա տեղը չի քաղաքականությունը, բայց քաղաքականությունը նաև ստելու տեղը չի։ Եկել այս ամբերից ասում 2025-ին ընդամենը 1.6 միլիարդ է վերադարձվել։ Հարգելի քաղաքացիներ, հիմա այս ստի մասշտաբը որ հասկանաք, սիրելի քաղաքացիներ, որ հասկանաք, թե սուտը ինչ դեմք, ինչ երես, ինչ մարմնավորում ունի, կարդամ։ Ուրեմն, ինչ կարդում 2025 թվականի հրապարակումները առնվազն։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ կադաստրային արժեքը 158 միլիոն ԱՄՆ դոլար կամ 60 միլիարդ։ Սա միայն մի բան է, 60 միլիարդ։ Մենակ մի դեպքով 60 միլիարդ, դուք ստեղից ասում եք ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ, հաջորդը։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Աճարյան 39/6 հասցեում գտնվող 1.6 հեկտար հողամասը, մեկնարկային ներկայացվել է դասական աճուրդի, մեկնարկային արժեքը 2 միլիարդ 229 միլիոն դրամ, մեկնարկային արժեքը աճուրդի։ Դուք ասում եք, ստեղ ամբողջ տարվա ընթացքում մենակ 1.6 միլիարդ է, բայց սա ձեր արժանահավատության մասին է առհասարակ, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մակերեսով եւ 1.4 հեկտար մակերեսով տարածք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն դրամ։ Դուք ասում եք, որ մենակ ամբողջ տարվա ընթացքում 1.6 է, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մեհեր Մկրտչյան փողոցի հասցեում գտնվող 26700 քառակուսի մետր հողատարածքը, 26400 քառակուսի հողատարածքը վերադարձվել է համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Շուկայական մոտարկված արժեքը 432 միլիոն դոլար։ Սա ընդամենը այս 3 հատնա, որ ոտի վրա սենց բան արեցի, ուղղակի գտա Տիկին Գրիգորյան։ Բայց հասկանում եք ձեր սուտը ինչքան խորն է։ Ասում եմ մենակ մի դեպքով 60 միլիարդ է վերականգնվել, եկել այս ամբիոնից ասում եմ, ընդամենը ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ է։ Կամ ստեղից որ եկել եք ասում եք, այդ բաները արտոնություններ են ստանում ընկերությունները ու հետո հիմնադրամներին բան են մուծում։ Բայց ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքի ամենամեծ արտոնություն ստացած ընկերության տնօրենը ձեր երջանկահիշատակ գործընկեր Մեհեր Սահակյանի հայրն է, ի՞նչ եք ասում։ Ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքերի արտոնության օգտվողների շարքում կա թիվ 1 ընկերություն, ու այդ թիվ 1 ընկերությունը փոխկապակցված է դաշնակցության հետ ու տնօրենն էլ ձեր երջանկահիշատակ Աստված թող հոգին լուսավորի գործընկերոջ հայրն է, ի՞նչ եք ասում։ Կամ այսինքն ասում է ընկերությունները բան են անում, ընկերությունները ստանում են արտոնություններ ու բան, այս անգրագետ լրատվության բան է, էլի մեծ հաշվով, որտեղ որ նայեք, այդ հոդվածները կարդաք, այդ ամեն ինչը կարդաք, չեք տենա, քանի հազար ընկերություն է ստացել առհասարակ արտոնություն։ Ուրեմն ասեմ, մենակ մի ծրագրով, այն որ բիզնեսը գնում է սարքավորում, պետությունը փոխհատուցում է տալիս։ 5176 բիզնես ստացել է աջակցություն։ 5176։ Մի հատ հրապարակում են գտել, այդ հրապարակման մեջ, բան է տենց, 3-4 բիզնեսի տեր, տեսեք ԿՊ-ին նվիրատվություն ար։ Բա կներեք, կարող գիտեք սաղ աշխարհի բիզնեսները պետքա կամ Քոչարյանին ելնեն, կամ Քոչյանի խնամուն ելնեն, կամ Քոչյանի խնամու աղբորին ելնեն, կամ խնամու աղբոր Քենունը ելնեն։ Հազար ներողություն ես երկրում ուրիշ բիզնես չի կարա լինի։ Չի կարա լինի բիզնես, որը ատումած ես, որտեղ դուք իրան թալանել եք, որովհետև դուք ստիպել եք, որ ինքը հանրապետությունը լքի, որովհետև Քոչյանի խնամին վաղկին ինչ-որ տարօրինակ ձևի է տենդերները կրել։ Չի կարա լինի տենց բիզնես։ Գալիս ես տեղից խոսում են, օй, բանն գրքոն ասում, ուրա իմ հեկերը նենց են ասում հեկեր։ Այդ ոնց որ բան ալն էլի, ոնց որ ես այդ նույն բանը ասեմ, այդ տոնով է ասում։
Բայց չի ասում, որ ինքը ընկերություն է ունեցել, այդ ընկերությունով ստացել է հեկ կառուցելու թույլտվություն, հետո այդ ընկերությունը չգիտեմ ինչքանով, չգիտեմ ում է ծախել։ Հեկ չունի մարդը, հեկի թույլտվությամբ ընկերություն ունի կամ ունեցել է ու վաճառել է, այդտենց այդ կապը չի տենում ոնց որ թե։ Ու կամ էլ թե բա իմ խոսքը դուք չեք կարողանալու լրացնել, ախր այդ Տիկին Գրիգորյան, այս կյանքում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում երբեք ու ոչ մեկ չի փորձել լրացնել օյեկին։ Դուք օյեկն եք, դուք մեր օրերի օյեկն եք, դուք մարդ օրինաց երկիր կուսակցություն եք, դուք մարդ օրինաց երկիր եք։ Օյեք, ասենք դա ձեր բանն է, կարաք ձեր համար անհատական լոգո ստեղծեք, օյեք, այդ դուք եք, որովհետև դուք ստեղ ձեզ արդարության մարտիկի տեղ դրած, իրականում ինչ եք արել, էլի ընդամենը։ Քաղաքացիական պայմանագրից փախել թռել եք Վահե Գրիգորյանի քաղաքական թիմ, հետո Վահե Գրիգորյանի քաղաքական թիմից թռել մտել եք Էլի Քոչարյանի թիմ։ Վահե Հակոբյանի, կներեք, Վահե Հակոբյանի թիմից թռել եք Ռոբերտ Քոչարյանի թիմ։ Երկար մտածեցի, թե ինչի է տենց տեղի ունեցել, հասկացա, Վահե Գրիգորյանից դատարանը պահանջում ընդամենը $20 միլիոն ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից $200 միլիոն ապօրինի գույք։ Ստեղ ակնհայտ է, որ Տիկին Գրիգորյանի աշխարհայացն ունեցող քաղաքական գործիչը ակնհայտորեն պիտի ընտրեր այն մարդուն, ով ավելի շատ փող ունի, ումից ավելի շատ ապօրինի գույք է պահանջվում։ Տիկին Գրիգորյանի ընտրությունը պետք է ասել, որ չափազանց կանխատեսելի էր, հարգելի գործընկերներ։ Բայց ստեղ լկտիությունը մի ուրիշ չափերի ու ուրիշ մասշտաբների է հասնում առհասարակ, որտեղ ձեզ թվում է, թե դուք կարաք գաք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ։ Դուք կարաք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ, չեք կարա դուք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներն 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա։ Եվ այսօր չունի մուտերու փող։ Ինչի՞են իմ թոշակը պահե այսքան ժամանակ 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուսում։ 100 կիլովատ ծախսում են 2500 դրամ Մորդիստան։ Այդ օրը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13 հազար դրամի աշխատավարձերը։ Պարոն Մինասյան, այս ձեր կառավարման թվերն է, ձեր ուժեղ, տենց այդ խառը առաջնորդների կառավարման թվերն է 2000 թվականի, որ այս պապիկները եկել են ստեղ, բողոքում են, ասում են, մեզ 4 ամիսա թոշակ չեք տվել։ Այդ որ տենց մտազբաղ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է այդ տարի մահացել, որտեղ սրտի վիրահատության փող չի ունեցել։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է մահացել, որովհետև այլ վիրահատության փող չի ունեցել, որտեղ դեղի վիրահատության փող չի ունեցել, որովհետև առողջական ստուգման փող չի ունեցել, քանիսն է մահացել։ Քանիսն է մահացել։ Էսի դեպ այն ընթացքն է, որ ձեր փոքրիկ իշխանը դոլարային միլիոնատեր էր արդեն դարել, բայց դուք եկել եք ստեղ ասում եք թոշակները։ Ձեզ թվում է դուք կարաք թոշակներից խոսակ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում թոշակառու են այս մարդկանց որդիներն ու դուստրերը։ Հիմա նրանք են թոշակառու։ Հիմա գիտեք այդ մարդիկ ինչքան փող են ստանում։ 3000 դրամ էիք թոշակ տալ, հիմա նվազագույնը ստանում են 46000 պլյուս 10000 էլ եւ բանով հետ վերադարձով։ Հիմա այս մարդիկ գիտեք, որ անվճար միլիոն դրամանոց սրտի վիրահատություն են ստանում, աչքի վիրահատություն են ստանում, առողջապահական ապահովագրություն ունեն։ Ձեզ թվում է, թե դուք կարաք գաք մարդկանց աչքերին փոշի փչեք։ Այդ լուրջ եք ասում։ Չեք կարա, որովհետև դուք այս հանրապետության վրա, ձեր այս քաղաքական թիմը, այն ձեր ուժեղ թռածներով, չգիտեմ, այնտեղ Քոչարյանականներով, Սերժականներով, Սերժի պրոտեժե Թաթոյաններով, այն մեկով դուք Հայաստանի քաղցկեղն եք։ Դուք Հայաստանի քաղցկեղն եք այդ ձեր այդ ամբողջ կազմով, որ նստած ծծել եք Հայաստանի Հանրապետության արյունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական երաշխիքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Այդ եք դուք արել։ Այդ եք դուք արել, որովհետև դուք ուրիշ բանի ընդունակ չեք, մակաբույծի պես ապրել, մակաբույծի պես ուտել, մակաբույծի պես ծծել մարդկանց արյունը։ Էդ է ձեր կարողությունների վերջնակետը։ Ու բայց այդտեղ կա մի կարևոր բան։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը լավ է հասկանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը շատ լավ է տեսնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը ընկալում է, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ հատառհատ ըլնեք դուք Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից եկավ միլիոնատեր դառավ, ըլնի են Կալուգացին, որ չգիտես որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է Հայաստանի անկախությունը մատաղանի, ես իմ իր շեֆի առաջ, ըլնի Սերժը իր Թաթոյանով իրեն մեկով, ըլնի են մի մականունավորը, որ մեկը տել ըլնեք, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս, հանգստի, հիմիկվանից ձեր Դոնբասի ուղետոմսերը Պուտյովկեքը, որ Դոնբասում գնաք հանգստյան կուրորտներ, վերցրեք։ Հայկ Կոնջորյան